Ես կամ բարեգործական նախագիծը տարիներ շարունակ օգնում, աջակցում եւ իրականացնում է ոչ միայն անապահով ընտանիքում ապրող երեխաների երազանքները, այլ նաեւ այն երեխաների, ովքեր ապրում են մանկատներում, գիշերօթիկներում, խնամքի կենտրոններում եւ հեռու են մայրական ջերմ ու տաքուկ վերաբերմունքից։ Մամա, ես չեմ ներել, որ 12 տարի չի եկել տարը, կամ ոչը հետաքրքրվել է։ Ստաժը իրա դեմքն է չեմ ճանչը, ոչը տեսել եմ նկարով է չեմ տեսել։ Որ գնում եմ գիշերօթիկ, ընտեղ մամայիս կարոտում եմ։ Ամեն գիշեր մամայիս մասին եմ մտածում, որ պարկում են քնելու, ես մտածում եմ երբ հագալու ուրբաթ օրը, որ գամ տուն իմ այրիկից տենամ։ Քույրիկս 11 տարեկան է, իսկ աղբերս 6 տարեկան է, իրանք բնակվում են մայրիկիս հետ։ Ես տեղացած եմ մամայցից, բայց ես եմ ներում եմ։ Աղոթում եմ, որ շուտ գնամ տուն։ Երազուց մեջ մամաս ընձի կարգեր կպաճիշկ տանչտում։ Այս տարիների ընթացքում մենք զարմացած ենք, թե մայրական խնամքից հեռու ու մայրական հոգատարությանը կարոտ երեխաները ինչպես են արդարացնում եւ սպասում իրենց մայրերին։ Ես իմ մամայից չեմ նեղանում, որ մեզ գիշերօթիկ դպրոց է տարել, որտեվ հասկանում եմ, որ հնարավորություն չունի, որ մեզի տանի բերի։ Որ մամայի հետ խոսում եմ, ասում է, որ ես քեզ շատ եմ կարոտել։ Ես էլ իրան ասում եմ, ես էլ եմ քեզ կարոտել։ Խղճում եմ այրիկիս, որ չարչարվում էր մեր համար, հիմա կարոտից է չարչարվում մեր համար։ Ես այդ լավ գիտեմ, որովհետև ամեն անգամ զանգելուց որ նրա հետ խոսում եմ, նա հուզվում է մեր համար։ Մեր հաղորդմանը մասնակից երեխաները, ովքեր ապրում են տանը, ընտանիքներում, ապրում են սոցիալապես անմարդկային պայմաններում։ Նրանց համար երազանք է տաք ջուր ունենալը, լողանալը, մաքուր ու տաք անկողնում քնելը, հագուստ ու կոշիկ ունենալը եւ այլն եւ այլն։ Եվ այս ամենով հանդերձ միևնույն է։ Նրանք նախընտրում են ապրել տանը, վատ պայմաններում, բայց իրենց մայրերի կողքին։ Իմ մաման մեզ շատ դաժան պայմաններում է մեծացնում, շատ դժվարությամբ, ինքը պայմանները փորձում ստեղծի Սովետաշենի աղբանոցում մետաղ հավաքելով, հանձնելով, որ կարողանա մեզ պահի։ Մաման շատ դժվար գործեր է անում։ Մաման աշխատում է վարդերի ջերմոցում, անընդհատ ձեռքերը ծակծկում է, փոշեր մտնում են իր ձեռքերի մեջ, իրան ցավացնում են։ Որ ես տեսնում մամայի ձեռքերը վնասված է, ես շատ եմ նեղվում։ Թեմատիկ ունեք գրել մարզանից, մաթեմից, չասես Մամաս երբ հիվանդ է լինում, ես իրեն դեղ եմ տալի, ջուր եմ տալի, քուրիկիս լողացնում եւ պահում եմ, որ մամաս շուտ լավանա։ Շատ է եղել, որ մենք սոված պարկ ենք քնելու։ Մտածում էի, որ մաման լույսը կբացվի, մաման կմտածի, ինչ-որ բան անի, որ մենք հաց ուտենք։ Իմ մամաս իմ համար համ պապա է, համ մամա, որտեվ համ պապայի նման կաշխատի, մամայի նման ճասկեպ է։ Որ մեծանան մամայի շատ լավ են պահելու։ Անենց եմ անելու, որ ինքը ջերմոցներում չաշխատի, իրա ձեռը փուշ չմտնի, իրա մեջքը չցավա։ Մամայիս վարդի պես պահելու եմ, շատ լավ եմ պահելու։ Իմ մաման շատ լավն է ու շատ բարի է։ Մամաս աշխատում է, որ ես ոչ մեկից հետ չմնամ։ Ամեն ինչ անում է, որ ես սոված չլինեմ երբեք։ Ես նեղվում եմ, որ մամաս աշխատում է հավաքարար, որովհետև չի քնում, տանջվում է անընդհատ, առավոտ շուտ է արթնանում։ Ես իմ մաման շատ եմ կարոտում,
Կուզեի մեծանալ, ես աշխատել, չթողեի մամաս աշխատի։ Այնքան լավ մամա ունեմ, ամեն ինչ անում է, որ մեզ պահի։ Գնում է մեր գյուղացիների տներն է մաքրում, կարտոլ է հավաքում, փող է աշխատում, որ մեզ պահի։ Մամաս մեզ մենակ է պահում, ճիշտ է, դժվարությամբ է պահում, բայց ես նենց եմ ուզում անում, որ իմ մաման երջանիկ ապրի։ Որ ես տեսնում եմ, որ ուրիշների մամաներ լավ են հագնվում, ուզում եմ, որ իմ մաման այդպես լավ հագնվի։ Մամաս էլ չի կարողանում աշխատի, որովհետև մենք 4 երեխա ենք ու ոչ մեկի մոտ չենք մամաս չի կարող թողի մեզ։ Մենք որովհետև չենք կարող առանց իրենց մնանք։ Մայրիկս որ հիվանդանում է, ես նրան շատ եմ օգնում, որ արագ վերականգնվի։ Ես կամի մասնակից փոքրիկները շատ բան չեն ուզում։ Կարծես բոլորի ցանկություններն ու երազանքները նույնը լինի։ Ունենան օրվա հաց, սոված չլինեն, ապրեն մայրերից ոչ հեռու, մորը չտեսնեն թաց աչքերով ու հուսալքված։ Իսկ այսօրինակ երեխաների մայրերից մեծ մասը ապրում է հանուն իր զավակի։ Աշխատում է օր ու գիշեր, որ երեխաները չհայտնվեն որևէ խնամքի կենտրոնում եւ հաճախ ասում են. Իմ երեխաները իմ ուժն են, թեկուզ դժվարություններ շատ ունենք, բայց նրանց համար ամեն ինչի պատրաստ եմ։ Եթե պետք լինի, հաց չեմ ուտի, վերջին կտորն էլ իրենց կտամ, միայն թե սոված չքնեն։ Կանեմ ամեն բան, որ երեխաներս երազեն, հավատան, որ ամեն ինչ մի օր լավ է լինելու։ Մամաս ինչքան որ կարում է, դրանք կառնեմ, կարտոլ կեպի, բրինձ, մակարոն։ Եվ մենք հասկանում ենք մեր մամային եւ չենք պահանջում համով ուտելիքներ։ Շատ ժամանակ ինքնել չի ուտում, վերջի բաժինը մեզ է տալիս։ Մենք շատ բանի կարիք ունենք ու մամա մեզնից այդ թաքցնում է, որ մենք հանկարծ չնեղվենք։ Մեր մաման մեր համար ամեն ինչ անում է ու ինքը ժպտում է մեր դեմքին, որ հանկարծ մենք մեզանի վատ չզգանք։ Մաման շատ ուժեղ կին է, որովհետև ինքը մեզ մենակ է պահում։ Ես ինձ մեծավարի եմ պահում, որ ամեն ինչ ուզում եմ մամային չեմ ասում առ։ Մաման հազիվ հասցնում է, որ հաց առնի։ Որ ես մեծանամ մամայի համար, ինքը շորեր կառնեմ։ Ամեն ինչ կանեմ, որ ինքը սիրուն ման գա։ Հաղորդմանը մասնակից մեր փոքրիկները շատ ժամանակ մեզնից նվերներ ուզում են հենց իրենց մայրերի համար։ Նրանցից մեծ մասը երազում է մորը տեսնել նոր գեղեցիկ, թանկարժեք հագուստով, շպարված, հարդարված, բարձրակրուն կոշիկներով ու ամենահուզիչը, որ ազդել է մեր ամբողջ թիմի վրա, այն է, երբ երեխաներն ասում են, որ ուզում են, որ իրենց մամաները չունենան ճակճկված ու չարչարված ձեռքեր։ Ուզում որ իմ մաման սիրուն մազեր սարքեր Վարշավյանոցում, սիրուն կտկտի կոշիկներ ունենար, եղունգներ երկար եւ լիքը սիրուն շորեր։ Մամաս չի քսվում, տենց բաներ չի անում, դե որովհետև փեդաջարդում բան անում, տենց արդեն չի լինի, էլի, եղունգներով չի լինի վաբշե, տենց փեդջարդել, կրել։ Ես կուզեի, որ իմ մաման էլ բոլոր ծնողների նման լիներ, որ գնար Վարշավյանոց, մազերը ֆեներ, եղունգներ ունենար, չտարբերվեր ոչ մեկից, բոլորի նման լիներ։ Մամաս չկար միան լավ շորեր առնի։ Մենք տեսնում ենք, որ մեր դասարանցիների մամաներ ավելի լավ են հագնվում, բայց մեր մաման հազիվ մեզանայում։ Նա եկա դպրոցը, ցաղի մաման է լավ սորավ կակնեին։ Այսօր մտածեցի մամաս էլ այդպես փող ունենաս, ինքնասպես սիրուն սորս հագնես։ Իմ մաման մաքրուի աշխատում, որ հասցնի ինձ պայի։
Մամայի սերկերը ճակճկում է, որովհետև ջրի մեջ է։ Նա գետին է մաքրում, պատուհան է մաքրում։ Ապրիմ աղջիկը կերել է սա։ Մամաս այնպես նա ծանր կորս կենի որ կով է կտեմ, թրիկ է թապեմ, որ կարանը մեզիկ պայ։ Մեզ մեղկս կուկար, ոչ մի կարգի տեղ կեշտա, ոչ մի կարգի շոր կակնի, այնպես նա ծանր կորս կենի որ մամաս ինձ պաճեկ է շխոր աշխարը իմը սեղնի։ Օրես պեծնամ կաշխատեմ մայրիկիս սիրություն շոյր կարնիմ։ Ես շատ կուզեի, որ մաման լավ ակնվե, լավ տեղեր է թար, որ ոչ մի բանից հետ չմնար։ Ես կուզեի, որ մաման շին հագնվեր, շին շարեր ունենար, տեղ գնայինք։ Ամենը շատ շնորհակալ եմ մամայից ես։ Մաման կար մեզ մանկատուն տար, ուրիշների նման, բայց այնալ մաման մեզ այդպես բան չի անում։ Ես կամ մի ողջ թիմի համար հոգեբանորեն ամենաբարդն այն է, երբ նկարահանում ենք մայրերին կորցրած զավակներին։ Նրանց պատմությունները տարբեր են, բայց ցավն ու կարոտը նույնը։ Մայրս մահացել է դժբախտ պատահարի ժամանակ։ Ես հիշում եմ մայրիկիս։ Ինքը շատ բարի մարդ էր, գեղեցիկ։ Մամայի դեմքն եմ հիշում, ձեռքերն եմ հիշում, որ ինձ կպնում են շատ փափուկ էին։ Մամա սիրուն ժպիտ ուներ։ Ես մամայից միշտ ուրախացնում էի, որ ժպտար։ Պատերազմը վեր սկսալ աբդի թուղեինք Ստեփանակերտը, սաղին հետի դժվար այլել։ Բայց մանամատ ինձ էտի ահա որ դժվար այլել, որովհետև ես մամուսում թողալ դա։ Ես գիտում եմ մաման ինձ լսնում է։ Ու նա իմ հրեշտակս է։ Ես զգում եմ մեր մամայի ներկայությունը մեր կյանքում։ Զգում եմ, որ միշտ հրեշտակ դարձած մեզ պահպանում է, պաշտպանում է եւ միշտ մեր կողքին է։ Մամայի մահից հետո մնացի մենակ, քանի որ տան մեծի ես էի եւ քույր եղբայրս մնացին իմ հույսով։ Մայրս միշտ ասում էր, որ երբ ես չլինեմ, դու կլինես երկրորդ մայր։ Եսկամի տեսադաշտում նաև առողջական խնդիրներ ունեցող երեխաներ են, ովքեր իրենց կողքին ունեն այնպիսի բացառիկ մայրեր, որոնք հրեշտակի նման պաշտպանում են իրենց ու անցնում բազում դժվարությունների միջով։ Այս տեսակ մայրերը արժանի են ամենաբարձր գովասանքին։ Նրանք ոչ միայն չեն հրաժարվում իրենց խնդրով երեխայից, այլ ամեն միջոց օգտագործում են նրան առողջ ու երջանիկ տեսնելու համար։ Մայրիկս ամբողջ օրը հետևում է ինձ, որ ես ժամով ուտեմ, չափվեմ, ներարկվեմ եւ գնամ քնեմ, որ առավոտյան շուտ արթնանամ եւ ներարկվեմ։ Ես որ հիվանդանում էի, մաման գնում թաքվում լացում էր, ու հետո ես որ արդեն կարողանում էի խոսալ, գնում էի մամայի մոտ, ասում էի, որ սա լավ է լինելու, ես որ մի լացի, ու ինքիչ էլ չէր լացում։ Դպրոցում ինձ ասում են շարժիկ, ես նեղվում եմ, գալիս եմ տուն, մամաս պատմում եմ, իմ մայրիկս ինձ ուժ է տալի, որ ինձ ուժ է տալի, ասում է գնա դպրոց, ասա տենց բան չասեն ինձի։ Շատ եմ ուզում մամայի դեմքը տեսնել, երբեմն մտածում եմ ինչ սևի եմ ես։ Ես խղճում եմ իմ մայրիկին, երբ տեսնում եմ, որ լացում է, ակամինձ ես եմ լացում։ Միշտ որ տատիկն ու մայրիկը ինձ գրկում են, ես մտածում եմ ինչ դժվար է իրանց, որ իրանք ցավ են զգում իրանց մեջ, որ ես չեմ կարողանում քայլել եւ իրենց օգնել։ Մամային խղճում եմ, որովհետև ոնց որ ասած մեղ կա, որ այդքան տանջվում է, որ այդքան երկու մարշրուտկայով ինձ
տեղափոխում է երազի տուն։ Գնում եմ մամայիս գրկում եմ, ասում եմ մի մտածի ամեն ինչ լավ կլինի։ Ես որ մայրիկս տխրում է, ես միշտ նրան օգնում եմ։ Ես աղոթում եմ, որ իր աչքից արցունք էլ չգա, որպես ինքը լինի զնով ուրախ ու երջանիկ։ Իմ մայրը միշտ ինձ օգնում է լավ քայլել։ Նա ինձ սովորացնում է քայլել, որպեսզի ես ծում իմ դասընկերների հետ խաղամ իրանց հետ։ Հիմա ես 12 տարեկան եմ, արդեն 10-ից ավել անգամ վիրահատվել եմ։ Լույսն ու ստվերը կարողանում եմ իրարից տարբերել։ Ինձ համար ամենաուշադիր մարդիկ մայրիկս եւ եղբայրս են, ովքեր հոգ են տանում իմ մասին։ Մաման իմ կյանքում թանկն է, ես իրան շատ եմ սիրում, ինքը ինձ շատ է սիրում։ Մաման իմ համար ամեն ինչ անում է, ինքը իմ կողքին է ու ինձ ուժ է տալի։ Ինձ ասում է ամեն ինչ լավ կլինի, դու կհաղթահարես։ Ես իրան ասում եմ, չնեղվես, լավ կլինի, ես կբուժվեմ։ Որևէ արդարացում չկա իր զավակին լքող մոր համար։ Մանավանդային դեպքում, երբ կան մայրեր, ովքեր միայնակ ծանր սոցիալական պայմաններում մեծացնում են իրենց երեխաներին եւ անցնելով անմարդկային փորձությունների միջով, միևնույն է, չեն լքում իրենց զավակներին։ Մեր իսկական մաման 7 տարի առաջ մեզ թողե գնացել է։ Ես չեմ պատկերացնում, խի ինքը տենց բան արե։ Մաման իր բալկին պետքա չթողի։ Մեր հայացին շունը, որ ջակուկները ունենում, չի թողում։ Իր ջակուկներն բացի կանելով ֆրֆռում է։ Ես իրանից մեկ նեղացած եմ, համել իմ մեջ կա վիրավորանք։ Ինքը մեր հետ էր ապրում, բայց մենք մոր սեր չենք զգացել։ Տատիկս հիմա եւ իմ համար եւ մայրա եւ տատիկա։ Ես մի ամշական եմ եղել, մամայից չեմ տեսել, պապան է ասել, որ մաման փախել է։ Ես պապային հարցրել եմ, պապա խիա մաման փախել։ Պապան ասել է, ես չգիտեմ։ Ես մամայից նեղացած եմ ու ես իրան երբեք չեմ ների։ Ես մի տարեկան եմ եղել, մաման թողե գնացել է։ Ես չգիտեմ, ինչի այրացե։ Մամանները իրաց բալիկներին չեն թողում։ Մամայիս ես չեմ տեսել, չեմ հիշում եւ բանը ես նրա հետ չեմ ապրել heç։ Մեր մամա-պապան մեզ թողե գնացել են։ Մենք մնացել ենք տատիկի հետ եւ տատիկն է մեզ պահում։ Այնքան վաղուց են գնացել, ես նրան չեմ հիշում։ Տատիկը մեր համար մամայա, պապայա, տատիկա, պապիկա։ Մեր դժվարությունը սկսավ, երբ որ մեր մաման թողեց մեզ եւ գնաց, մենք մնացինք տատիկի հույսին։ Զգում եմ ոնց է տատիկը տանջվում, մեզ պահում, չարչարվում է, պարտքանում, որ մենք ոչ մեկից պակաս բան չունենանք։ Իմ տատիկին ոսկի նման պիտի պահենք, որովհետև նրա լավությունները մենք պիտի չմոռանանք, թե ինչպես է մեր 4-ին պահել, մեծացրել, հասցրել այս արցունքներին։ Այս տարիների ընթացքում ես կամը նկարահանել է նաև անմահացած հերոսների զավակներին։ Այս օրինակ երեխաների մայրերը վեհ ու հպարտ են իրենց հերոս ամուսինների նման։ Նրանք դասիրակում են իսկական հայրենասերներ եւ մայրական սերը գնահատող ու ծնողին մեծարող զավակներ։ Պապայիս մահվանից հետո մամաս միշտ նենց անում, որ մենք լինենք առողջ ու լավ մարդիկ, որպեսզի մեծանանք ու բարձր պահենք մեր հոր անունը։
Պապաս մասնակցել է 44 օրյա պատերազմին, 2 տարի հետո մահացել է։ Պապայի կարիքը շատ ունենք, որովհետև մաման չի հասցնում մեզ պահի։ Որ տեսնում ենք մաման տխուր է, գնում ենք փաթաթվում ենք, մամային հույս ենք տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մամաս ամեն ինչ անում է, որ մենք չես գանք պապայի պակասը։ Առավոտից իրիկուն աշխատում է ու մեզ լավ տեղեր է տանում։ Մամաս ոչ մի բան իր համար չանում, մենակ մեր համար անում, որ մենք մեզ վատ չես գանք։ Իմ մաման շատ պինդ է, ցույց չի տալիս, որ ինքը նեղվում է։ Իմ մաման աշխարհի ամենալավ մաման է, ամենասիրունն է։ Ինքը մենակով ամեն դժվարությունների միջով է անցնում ու ինձ էլ օգնում է, որ ես հաղթահարեմ իմ դժվարությունները։ Ես գիտեմ, որ ես մամայի համար այն պատճառն է, որի համար նա առաջ է գնում, ապրում է, շփվում է։ Շատ ա եղել, որ տեսել եմ մաման պապայի նկարներն է նայում ու լացում է թաքուն։ Ու ես նրան մոտեցել եմ, հանգստացրել եմ։ Ասել եմ, որ պապան ինչքան է գնա, ինքը մեկա մեր սրտում է։ Իմ պապան ազգի հերոս է, ինքը 2020 թվականին զոհվել է։ Լինում է մեկ, որ ես երազում, հայրիկիս եմ տենում և նրա հետ խոսում եմ։ Ասում եմ, պապ, երբ հետ գալու տուն։ Ինչ ես հիշում պապայից Տիգրան։ Պապան Հերոս է։ Իմ պապան 44 օրյա պատերազմին զոհվել է։ Իմ պապան մեծ հերոս է։ Շատ է լինում, որ բոլորի հայրիկները գալիս են իրենց տանելու, բայց ես մենակով եմ գնում, գալիս տուն, շատ եմ մտածում այդ մասին։ Մտածում եմ, որ պապան լիներ, այսքան դժվարություն չէր լինի։ Մամաս պատմում է, որ պապաս մեծ հերոս է եղել, ինքը իր հետ է եղել մինչև վերջին պահը, Այնտեղ պապա զոհվել է, մամաս հենց այդ պահին վիրավորվել է։ Իմ մամաս էլ է հերոս, որովհետև ինքն էլ է մասնակցել պատերազմի ժամանակ։ Մամաս գնացել է պատերազմի դաշտ, որ օգնի պապայիս ու պաշտպանի մեր հայրենիքը։ Ես հասկանում եմ, որ իմ մամայի համար շատ դժվար է, շատ եմ նկատել, որ մամաս թաքուն լացում էր։ Ես պետք է ուրախ լինեմ, որ մաման էլ ինձնով ուրախանա։ Բոլորը ասում են, խի ես ինձ տխուր, ես էլ ասում եմ, որ պապաս զոհվեց, ամեն տեղեր կա, որ չեն հասկանում ինձի։ Ես ամեն ինչ անում եմ, որ մաման հաճախ այսինչ թիրում ժպտա։ Իմ մաման շատ է կարոտում պապային ու ես նեղվում եմ, որ ինքը մեկ որ լացում է, ես իրան ասում եմ, որ չլացի։ Պապան երկնքում մեզ է նայում։ Մեր հաղորդման երեխաներն արդեն փոքր տարիքից գիտեն ինչ է չունենալը, սովը, կարոտը։ Նրանք չեն ապրում մյուս երեխաներին հատուկ անհոգ ու խաղաղ կյանքով։ Աշխատում են դեռ վաղ տարիքից, կամ ընտանեկան խնդիրների պատճառով օգնում են իրենց մորը, հորը, տատին, դաշտերում, գոմերում, տնային գործերում եւ այլն։ Այս ամենով հանդերձ նրանք հավատում են, որ լավ ապագա են ունենալու եւ որ իրենց մայրերն իրենցով հպարտանալու առիթներ շատ են ունենալու։ Մանե, Սամվել, Դենիս, Արամ, Տիգրան, Մարիամ, Անժելա եւ այլն։ Շատերի համար ուղակի անունների շարք։ Մի մասը էլ նրանց մասին գիտեք որպես եսկամի հերոսներ, ովքեր չունեն սովորական ճակատագրեր, բայց հենց դրա արդյունքում էլ վաղը նրանք դառնալու են ոչ սովորական մարդիկ եւ իրենց օրինակով ապացուցելու են, որ հենց կամքով ու հավատքով են դառնում մեծ մարդիկ։ Տարիներ շարունակ եսկամին մասնակից երեխաները, իրենց մայրերը, խնամակալները,
Հաղորդման կողմից եւ իրենց սիրելի Ռոզա Ծառուկյանից ստացել են բազմաթիվ նվերներ, կենցաղային իրեր, տեխնիկա, հագուստ եւ դրամական օգնություն։ Գնահատելով եւ արժևորելով այն մայրերին, ովքեր թեկուս հուսահատության մեջ, բայց շարունակում են իրենց կողքին պահել սեփական զավակներին, այսօր էլ Տիկին Ռոզա Ծառուկյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նմանօրինակ մայրերին։ Սիրելի մայրեր, դուք ամենագեղեցիկն ու ամենալավն եք։ Շնորհավոր ձեր տոնը։ Մաղթանքս մեկն է՝ լինեք առողջ եւ մեծացնեք շնորհակալ զավակներ։